Շատ ցավալի է տեսնել այս աստիճան նվաստացումը, շատ ցավալի կլինի նաև տեսնել, թե այդ նվաստացումը ինչքան կխորանա ընտրություններից հետո, երբ որ ժողովրդի իր պատասխանը եւ իր շառաչուն ապտակը կհասցնի իր հայրենիքի նկատմամբ, դավադրություններ կազմակերպող եւ դավադրությունների մեջ ներգրավված անձանց ֆիգուրներին շառաչուն ապտակ կհասցնի եւ կարծում եմ, որ դրանից հետո արդեն այդ հետընտրական գործընթացների մասին անիմաստ կլինի խոսել, որովհետեւ արդեն ժողովրդի իր ընտրությունը կատարած կլինի եւ հուսով եմ այդ ընտրությունը կլինի գիտակցված անպայման գիտակցված եւ ամենայն պատասխանատվությամբ կկատարվի այդ ընտրությունը եւ ժողովուրդը թույլ չի տա որպես իրեն այսպես առուծախի առարկա դարձրած քաղաքական ուժերին ընդհանրապես այսպես մի 2 կոպեկ ողորմության համար իր արժանապատվությունը ոտնահարել, չնայած որ մարդիկ անընդհատ արժանապատվությունից են խոսում, բայց պարզ է ինչպես են իրենք վերաբերվում այդ ժողովրդին, 5000, 10000 դրամով բերում են կանգնացնում են փողոցում, որ իրենց ծափ տան, որ ինչ որ իրենց տերերին ցույց տան, որ տեսեք, այսքան մարդ ենք այստեղ հավաքել, հեսա այսքան էլ ընտրող կհավաքենք, դուք փողերը փոխանցեք, մենք այստեղ կառնենք այս ժողովրդին, կառնենք, կվաճառենք, ինչ ուզենանք կանենք, բայց անպայման կխոսենք արժանապատվության մասին։ Մի խոսքով ես կարծում եմ, որ նույնիսկ եթե շատ չգիտակցեն մարդիկ, բայց ինտուիտիվ շատ լավ հասկանում են ինչ է պետք անել եւ ինչպես է պետք անել, իսկ ես մեր կողմից կարող եմ ասել, ինչպես նաեւ մենք բոլորս ենք ասում, մենք ունենք այնքան քաղաքական կամք, այնքան պատասխանատվության զգացում եւ այնքան վստահություն եւ համոզվածություն, որ մենք Հայաստանի Հանրապետությունը ինչպես որ այդ ճահճից դուրս ենք հանել, այնպես էլ տանելու ենք լուսավոր ապագա։